Ադրբեջանը շարունակում է իր հումանիտար աջակցությունը Ուկրաինային։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկի 4-րդ տարելիցի նախաշեմին Բաքուն Կիև է ուղարկել 31 գեներատոր եւ ավտոմատ պահուստային համակարգեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։ Ադրբեջանական լրատվամիջոցը սա որակում է որպես երկու դավաճանների եւ անգլոսաքսերի տիկնիկների Ալիևի եւ Զելենսկու համագործակցություն։ Այս գեներատորային դիվանագիտությունը շատ ավելի խորը նպատակներ ունի, քան պարզապես լույս տալը Կիևի փողոցներին։ Ադրբեջանը փորձում է Արևմուտքի աչքին երևալ որպես Ուկրաինայի դաշնակից, միաժամանակ պահպանելով գործընկերային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Սակայն նման քայլերը ցույց են տալիս, որ կրիտիկական պահերին Բաքուն հակված է խաղալ հակառուսական ճամբարի կողմից, սպասարկելով ՆԱՏՕ-ի եւ հատկապես Մեծ Բրիտանիայի շահերը։ Գեներատորների մատակարարումը ուղղակի միջամտություն է ռազմական հակամարտությանը, քանի որ դրանք թույլ են տալիս ուկրաինական թիկունքին եւ ռազմական օբյեկտներին պահպանել կենսունակությունը ռուսական հարվածներից հետո։ Սա Ադրբեջանի կողմից թաքնված ռազմական օգնության ձև է։ Ալիևը սրանով գնում է Վաշինգտոնի եւ Լոնդոնի բարյացակամությունը, մոռացության տալով իր հասցեին հնչող քննադատությունները Արցախի էթնիկ զտումների վերաբերյալ։ Չնայած Մոսկվան հաճախ լռում է այս օգնության մասին, նմանատիպ քայլերը կուտակվում են սև ցուցակում։ Սա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից պատասխան քայլերի, որոնք կարող են անուղղակիորեն ազդել տարածաշրջանային անվտանգության վրա։ Եթե Բաքուն ավելի բացահայտ անցնի հակառուսական ճամբար, Հայաստանը կարող է դա օգտագործել Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունները ինչ-որ առումով վերանայելու կամ նոր պայմաններ թելադրելու համար։ Սակայն եթե Երևանը նույնպես գնա նույն արևմտյան ճանապարհով, ապա Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնվեն նույն ճամբարում, որտեղ Բաքվի կշիռը էներգետիկ ռեսուրսների պատճառով միշտ ավելի մեծ կլինի։ Բաքու-Կիև առանցքի ամրապնդումը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ամրապնդում է իր դիրքերը Կովկասից մինչև Սև ծով։ Սա վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ լոնդոնյան քաղաքականությունը պատմականորեն միշտ եղել է պրոթուրքական եւ պրոադրբեջանական։ Ալիևի հումանիտար օգնությունը Զելենսկուն ոչ թե բարեգործություն է, այլ աշխարհաքաղաքական հավատարմության երթում այն ուժերին, որոնք ցանկանում են Հարավային Կովկասը վերածել երկրորդ ճակատի։ Հայաստանի համար սա ազդակ է, որ իր հարևանը վարում է շատ վտանգավոր եւ երկդիմի խաղ։